1915 թվականին Երևանում ՀՅԴ-ի 9-րդ անդամի ժողովում որոշվեց ոչնչացնել այն թուրք պարագլուխներին, ովքեր իրականացրեցին հայոց մեծ ցեղասպանությունը։ Այն ղեկավարելու էր Գարեգին Փաստրամաջյանը և հովանավորելու էին Գրիգոր Մերճանովը և Շահան Նաթալին։ 1921 թվականի մարտի 15-ին Բեռլինում Սողոմոն Թեհլերյանը ոչնչացրեց թուրք պարագլուխ Թալիաթ Փաշային։ Եթե նա ձախողվեր, ապա այդ գործը ավարտին կհասցներ Ավետիք Իսահակյանը։ 1922 թվականին Թիֆլիսում Արտաշես Գևորգյանը, Պետրոս Տեր-Պողոսյանը և Ստեփան Ծաղիկյանը միասին սպանում են Ջեմալ Փաշային։ 1922 թվականի ապրիլի 17-ին Բեռլինում Արամ Երկանյանը և Արշավի Շիրակյանը Ջեմալ Ազմիին և Բեայեդին Շաքիին ոչնչացնում են։ 1922 թվականի օգոստոսի 4-ին Հակոբ Մելքոնյանը Տաջիկստանում գտնվող Չաղան գյուղի մոտ ոչնչացնում է երրորդ թուրք պարագլուխ Էնվեր Փաշային։